Ես հիշում եմ Լևոն Տեր-Պետրոսյանը մի անգամ ասել էր, որ Նիկոլը այն միակ թե եզակի առաջնորդներից է, որը ներքին անկայունություն է ապահովում եւ ամեն ինչ անում է այդ ներքին անկայունության համար ու դուք վստահ եմ շատերը տեսել եք, որ Նիկոլի տենց նոր նյարդային ուրեմն խնդիրները ի հայտ եկել, նոր ֆազա է ստացել, վրա պոստեր ա գրում նախկին նախագահների մասին եւ այս ամեն ինչը կարծես թե սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյանի մի գրառումից, որը ես կընթերցեմ, որպեսզի հասկանալ լինի, գուցե ոչ ամբողջը, որտեղ երկար է, բայց միտքը պարզ կլինի, ինչ էր գրում Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյանի մտասևեռումն ու լկտիությունը սահման չունեն։ Հայաստանի անկախության տոնը չփչացնելու նպատակով երեկվա իմ ուղերձում ես խուսափել էի անդրադառնալ մի այլ թեմայի, որը վերաբերում է այդ տոնի նկատմամբ Փաշինյանի հիվանդագին արձագանքին։ Արցախը Հայաստանը եւ վերջ ամպագորգոր հոխորտանքով պատերազմ հայտարարես Ադրբեջանի ու ջախջախիչ պարտություն կրես։ Հիմարաբար մերժես պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը, գլխովին հայաթափես Արցախը եւ զոհաբերես 5000 պայծառ երիտասարդների, իսկ 10000-ից ավելի զինվորների հաշմանդամ դարձնես, որպես պատանդ Ադրբեջանին հանձնես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներին եւ ինքնագոհաբար հանդուրժես տասնյակ հայ գերիների տառապանքը Բաքվի բանտերում, քո հանցավոր քաղաքականության հետևանքով Հայաստան ապաստանած 100,000-ից ավելի արցախցիների փախստականների նկատմամբ դրսևորես ապերախտ ու բիրտ վերաբերմունք, քաջ գիտակցելով, որ վերջիններիս կարիքները պատշաճ կերպով չբավարարելու պարագայում նրանց մեծ մասը բռնելու է գաղթի ճանապարհը, եւ այս ամենից հետո ցինիկաբար հայտարարես եւ ամեն օր կրկնես ու հպարտանաս, որ խաղաղությունն ես պարգևել հայ ժողովրդին, դրա փոխարեն ակնկալելով, ավելի ճիշտ պահանջելով վերջիններիս երախտագիտությունը, բայց այն չստանալով քո ողջ մաղձը թափես նրանց վրա եւ այլն, իմաստը կարծում եմ հասկանալի է, սրանց հետո բայց ամենակարևոր մասը չկարդացի, Փաշինյանն ասում է, Փաշինյանն արդեն իսկ իր պատվավոր տեղն է ապահովել հայոց տխրահարճակ դավաճանների հուշատախտակում, Մերուժան Արծրունու, Վահան Մամիկոնյանի, Վասակ Սյունու, Մելիք Շահնազարի եւ Մելիք Ֆրանգյոլի կողքին։ Այսինքն դասում է իրանց ուրեմն պատմության մեջ հայտնի դավաճանների շարքին եւ սա սկսում է վրա ինչ որ հիմարություններ դուրս տալ, ոչ միայն ինքը, այլ նաեւ իր падգամավորները, նախարարները, այդ Արսեն Թորոսյանը այտենց մի հատ առիթ է, չէ՞, սպասում, որ մի եզություն դուրս տա, եւ ուրեմն սա շարունակվում է նրանով, որ ինչով է Նիկոլը, որ չկրկնենք, իր ասածները, անդադ կրկին հրավիրում է հրապարակային բանավեճի 3 նախագահներին։ Եվ 3 նախագահները ամենքը արձագանքել են կամ իրենց ուրեմն անմիջական ուրեմն տեքստով կամ գրասենյակն արձագանքել։ Ես կուզեմ կարդամ, ուրեմն նախ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ասել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակի 19 թվականի Մինսկի խմբի առաջարկը, որը մերժել է Նիկոլը, ինքը սա շատ է ասել, ապա բանավեճի իմաստ չի լինի այլևս, որովհետև ակնհայտ կդառնա, որ ինքը գիտակցաբար զոհաբերել է Արցախը, որպեսզի այս fake անկախության ինչ որ պատրանք ստեղծի եւ դրանով փորձի վերարտադրվել։ Երկրորդ նախագահ Բագրատ Միկոյան, իր երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան 2 գրառումներին, ասել է, որ կամ արաղն է պետք թարգել կամ դեղերը, եւ մի խոսքով այդ ոչի մեջ ասել է, որ մի խոսքով այս ալկաշին չի կարող որևէ ողջամիտ արձագանք լինել եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Facebook-յան գրառումներին, ուրեմն ինչ է նշել, օրվա խորհուրդը սեպտեմբերի 21-ին էր, հա, օրվա խորհուրդը հիմարների կամ իրենց համար պահին այդպիսի ձևացողների հոգեբանության մասին, երբեք մի վիճեք հիմարների հետ, նրանք կիջեցնեն ձեզ իրենց մակարդակին, որտեղ դուք հաղթելու շանս ընդհանրապես չունեք, Մարկ Տվեն։ Եվ ավելացրել է միայն 2 բան է, անսահման տիեզերքը եւ մարդկային հիմարությունը, բայց առաջինի հետ կապված այդքան էլ վստահ չեմ, սա էլ Ալբերտ Էյնշտեյնի խոսքերն է ցիտել երրորդ նախագահը,
Նաև եղել են ուրեմն արձագանքներ այլ կուսակցական նվազագույնը երկուսի երկրորդ համարներից եղել է արձագանք մեկը Լևոն Զուրաբյանի կողմից եւ Արմեն Աշոտյանի իդեպ Լևոն Զուրաբյանը հետաքրքիր էր հանրային խնդրագիր էր առաջին նախագահ ասում էր արդեն պացիենտի վիճակը լավ չի եւ թույլատվություն էր խնդրում առաջին նախագահից որպեսզի ինքը ուրեմն բանավիճի Նիկոլի հետ եւ Արմեն Աշոտյանը ասել էր որ քեզ արդեն որրորդ անգամ ասում եմ այդքան տղա ես արի իմ հետ բանավիճի բայց դու հրաժարվում ես դե ակնհայտ է որ ասում ես քանի որ ոնց էր ասել Աշոտյանը ասում է ճիշտ է այդ քո այդ ամեն ինչից զզվում են մարդիկ ու զզվել է առհասարակ բայց ես ասում եմ բան պատալագանատում եմ նո կամ բաներ չէ դատական բժիշկ ոնց է հերձող եմ իր մասնագիտությունից ելով չեմ զզվի հա զզվանքը կպայեմ եւ իրականում այստեղ շատ զավեշտալի է իրանք էլ են սա ասում ԿՊԱ-ականները ասում են սովորաբար ընդդիմությունն է անընդհատ ման գալիս միջոց որպեսի բանավիճի իշխանության հետ այստեղ մենք ենք ընկած փորձում ուրեմն ընդդիմությանը կանչել բանավեճի եւ շատ տրամաբանական է որ մեզ մոտ այսպիսի պատկեր է որովհետեւ այս իշխանությունը իշխանություն չի սա չգիտեմ ճակատագրի հեգնանքի ինչ որ մատրիցայի սխալի հետևանքով ինչ որ եթիմների իշխանության գալա որոնց հետ ոչ մի ողջամիտ մարդ որը ունի անցած ճանապարհ եւ ձեռքբերումներ չի ուզում բանավիճի որտեվ իր արժանինքներից ցածր է համարում մտնել սրա պես-ի հետ իրա թելադրած օրակարգի շուրջ ինչ որ ողջամիտ զրույց տանել անիմաստ է դա եւ երրորդ նախագահը շատ տրամաբանական ասել որ հիմարների հետ վիճելու հարցը շատ բան է կասկածելի որոշում է որովհետեւ իրանք մեծ փորձ ունեն դեգեներատության իջեցնելու են այդ մակարդակի զրույցը եւ այդտեղ քեզ իրենց փորձով հաղթեն որովհետեւ չունեն որևէ կարմիր գիծ, չունեն բարոյական ինչ-որ սահմաններ, լկտիություն եւ ստի տարածում եւ առաջին նախագահին էլ է շատ տրամաբանական, որ ասում է ախպեր հրապարակի այդ թղթերը, հրապարակի։ Իդեպ ես առավել քան վստահ եմ, որ երրորդ նախագահի Մարկ Տվենի հայտնի խոսքերը ցիտելը մետաֆորիկ նշանակություն է ունեցել ու ոչ թե Նիկոլի բանավեճում Նիկոլի հաղթանակ կարա լինի հիմարության բանով, այլ պրոստը դրա հետ, արդ դու պատկերացնես, էլի մի հատ ասա Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան, ասենք Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճ, ես չեմ պատկերացնում այդ վազ, լուրջ եմ ասում։ Ես հասկանում իրանց, ոնց ասեմ, ամոթ չի, պրոստը ես այսօր բան ենք քննարկում Վազգենի հետ, լրագրողի հարցերը նախագահներին առհասարակ էլի բան, ու ես sense շատ տենց հիասթափական բանով խոսում եմ, Վազգենը ճիշտ է իր ֆունկցիան կատարեց, ոնց որ մեկ-մեկ ես եմ իր ֆունկցիան կատարում, կլորացրեց այդ սուր ծայրերը, ասենք նախագահներին տրվող հարցերը, էլի ունեք ես պատկերացնում եմ հանրային հարցերը նախագահներին, ինչքան պիտի պատրաստել բան, այսինքն իմ պատկերացումով, իմ պատուհանից լավ sense ասեմ, Արա նախագահներին տրվող դաժե հարցերը լրագրողների կողմից չպետք է սովորական հարցերը լինեն, էլի։ Այսինքն պետք է լուրջ հարցը լինի, պետք է տակը պատվողը լինի, պետք է տակը հարցի շերտերը լինեն, որ այն մարդու պատասխան, այսինքն երբ որ օրինակի համար երրորդ նախագահին կամ առաջին նախագահին այս պարագայում իդեպ շատ հազվագյուտ առաջին նախագահի մասը լինում, երկրորդ նախագահը ընդհանրապես չի պատասխանում լրագրողներին, առաջին նախագահը вообще դուրս չի գալիս տնից, շատ քիչ է դուրս գալիս հանրային բաներում, որ պատասխանի, նախ երրորդ նախագահի հետ է այդ շատ լինում, ես ամեն անգամ որ նայում եմ, անկեղծ ասեմ, լավ չեմ ասի ես ինչ զգացողություններ եմ ունենում այդ ճեպազրույցների ժամանակ հարց ու պատասխանի որոշ դրվագներում, ելնելով Վազգենի այսօրվա ֆունկցիայի կատարումից Բայց անկեղծ ասեմ, արա չի կարելի սովորական հարց տալ նախագահին, պաշտոնաթող։ Այն նույն հարցը, որը կտայր օրինակի համար, չգիտեմ, մեկ այլ գործ չի։ Չի կարելի, իսկ եթե դու այդ հարցը կարաս տաս, ոնց պիտի օրինակ 10 հարց նախագահին, էլի, պիտի 10 հարց հաշվելով սենց, օրինակ ես կարա ես նույն հարցը տայ օրինակի համար Արմենը իմ շատ լավ ընկերն է ու բավականին լուրջ քաղաքական գործիչ է իմ համար Աշոտյան, բայց վստահ եմ Արմենը իմ հայմատության հետ համերաշխ կլինի։ Եթե դու կարաս մի հարց տաս Արմեն Աշոտյանին, դու այդ հարցը չպետք է տաս Սերժ Սարգսյանին, հասկանում ես, իսկ մի քիչ պիտի գրադացիոն բայց տարբերություն լինի, էլի։ Ուր մնաց, այսքանից հետո որ ես օրինակ տենց եմ վերաբերվում, այն խելամիտ մարդիկ գնան ու ասեն օրինակի համար պատկերացնեն Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի բանավեճ։ Այդ իմ համար ոնց ասեմ, դա կլինի իմ ինտելեկտի ստորացումը, եթե ես բայց այդ փնթին ոռը քորելով, բանցես քթից բաներ անելով, լափած տեղեր կթողած, մենակ այդ տեսքը հերիք։ Դա ձենը մենակ դրա, այլ բովանդակության էլ չանդրադառնանք, էլի, այսինքն ինչքան սուտ կեղծիկ կա,
Ես չգիտեմ, ինքը ճարտար լեզու ունի, նաև էս էլ է վտանգավոր, որտեղ փորձելու է այդտեղ մանիպուլացնել ամեն կերպ, այն մարդիկ ախպեր, всё-таки պետք է ընդունենք, էլի, թե երրորդ նախագահ, թե երկրորդ նախագահ, նա առաջինի մասին չեմ ասում, որտեղ կրկին առաջինին այնքան չեմ հետևել, ինչքան երկրորդին եւ երրորդին տարիքից ելնելով, իրանք շատ մեծ ճանապարհ անցած, բայց այդ մանիպուլատիվ գործիքակազմին չտիրապետող մարդիկ են, որոնք կարիքը չեն ունեցել երբեք դրա։ Սա ուրիշ սերնդի ներկայացուցիչ է այս դարմայեդը, որը որ ցանկացած բան կարա փորձի ինձ շուր տա պրոստը խոսալով, որտեվ չունի ոչ մի բարոյական տորմուզներ։ Ինչ ասես, խոսա ու տպավորություն ստեղծի, որ ինքը այդ խոսքով, այնա որ խոսած, փորձեց ինչ որ ձև ընկճել իրականությունը կամ այդ ընդդիմախոսներին։ Արա իդեպ հիմա էլ է տանում։ Այս քո ասածն է, որ Արցախը տվել է, արա։ Արցախ ինքն է հաս, դες դուք եք հասնի, արա։ Ասում արա, արա դու լկտիության աստիճանն է, ասում այդ առաջին նախագահ որ խոսում, ասում Արցախի մասին բան։ Ասում ինչ իրավունքով էր տարել Հայաստանի ճանաչված միջազգայինորեն ճանաչված սահմանից դուրս մեր հայ զինվորներին կանգնացրել։ Ուրեմն 18 թվականին, երբ Արմանը Սաղաթելյան իմ աղբերը քեզ ասում էր, որ դու այդ տարածքներին նույնիսկ քո հոդվածներում վերաբերում ես իբրև օկուպացված տարածքներ, հելա կարա արշավ արեցիք Արմանի վրա, մեր տուն մարդկանց ուղարկեցիր ինչ որ անհասկանալի ռոժեր, որ ասում են Արմա, ես ամաչում եմ այն լուլուները բաները տարբեր տեսակ հանրային գործիչներ, որոնք այսօր ընդդիմադիր են մի մասը, եկան ստորագրվեցին այդ Նիկոլի տակ, միջև այսօր հարյուրավոր լայքեր կա ընդդիմադիր այսօրվա ընդդիմադիրների կողմից, որ ստորագրվեցին Նիկոլի այդ սրիկայության տակ, որ դեմից ասես չեմ ասել տենց բան, հետո ասես կոնտեքստից կտրված է։ Հիմա տեսնում ենք, շուտ կոնտեքստից կտրված չի։ Ասում ախպեր այդ օկուպացված տարածքներում խի էր զինվոր կայացնում։ Ադրբեջանցիներն են, արա սրան ծաղրում արդեն, ասում են Նիկոլը ասում էր Արցախը Հայաստանն է եւ վերջ, իրա տղուն ուղարկել էր Արցախ ու դրանով գլուխ էր գովում։ Հա, պարծենում էր, ասում էր իմ տղեն այսօր Արցախում է ծառայում, թեպետ է ծառայության հանդեպ լիքը վերապահումներ կա։ Արա այդ ծառայությունն էլ չես հիշում, մենք իմացանք, սա աշխարհը իմացավ, որ վերտալյոտը թռնում է ու չժանգում։ Արա Գորիս բանում հյուրանոցում լրված էր անանել գնացել էր մոտը։ Բայց լավ, էդի կողմ դրած, համարենք որ եթե ենթադրենք ծառայել է Արցախում։ Ուրեմն դու կոտողուն տեղ ուղարկել ես։ Հիմա Լևոն Տեր-Պետրոսյանն ասում է՝ «Խի ենք մենք օկուպացված տարածքներում, օկուպացված տարածքներ դառավ, հա»։ Արա Աղդամը ձեր հայրենիքն էր, նռերով նկարներ ինչ որ բաներ էիք անում, ֆլեշմոբ էիք անում, այն բան ունեք այդե մի հատ, Օմարի արծիվ ունեք, որ հիմա դարել է ինչ որ ուղակի նավակ ճոճող են, վաղ տենց համել Օմարի արծիվ էր, չէ՞, տենց էր ստորագրվում։ Արա դուք ցինիզմի, լկտիության, ես չգիտեմ, քֆուր չկա որ ձեզ ասես ու այդքանը բնութագրի ձեզ։ Այդպես քֆուր չի հորինվել։ Իդեպ գիտես բանը ինչ են արել հիմա, ասա, միջև են լակոտին հասնել է, էլի, հիմա ադրբեջանցիք դրել են Նիկոլի առաջ, որպեսզի երկրապահը լուծարի։ Ու դրա առաջի որ ասիր Օմարի արծիվ հետ հիշեցի, էլի մի անգամից։ Ու դրա առաջի ծիծեռնակը գիտես որտեղ էր եղած։ ԿՊ-ի համագումարում Սասունին դասվիդանիա են արել իրանց կոմանդիրին։ Կոմանդիրն է ախպեր, Օմարի հետ ուղիղ կապ ունի, էլի Սասունը Օմարը հանձնել թռել էր, չէ։ Սասուն ո՞նց ես հիմնավորելու այն երկրապահի տղերքին, որ երկրապահը ցրում է, կարա։ Ինչ եք անելու։ Ինչ ես ասելու։ Ընդ տղերք կան, ազնիվ տղերք կան լիքը, որոնք քաղաքականության մեջ իբր չեն թաթախվում։ Ասում են դե ախպեր, մենք երկրապահ ենք, Վազգեն Սարգսյան, բան, Վազգենի նկարը դրած սա բոլոր։ Ինչ ես ասելու Սասուն։ Ո՞նց ես հիմնավորելու երկրապահի լուծարումը։ Անունը կարող է փոխեք ուրիշ բան դնեք։ Սասուն պետք է դնեն, ռուսերեն է գրեն։ Սասուն։ Հիմա այսօր Ժորժա պատրաստ եք հենց դեռ դիքը բաներ ասպասում։ Այս այ կոմանդիրին բաներ անել, որ կոմանդիրը բան անի, հիմնավորի, որ երկրապահ պետք է ցրել։ Երկրապահ ցրում է Նիկոլը։ Այդ դրա համար էլ Սասունին